Դե շարունակենք հաղորդումը եւ հաղորդման ամենահամեղ հատվածն է այս պահին խոհանոցի հատվածն է։ Այո, ճիշտ ես ասում, ամենահամեղ հատվածը աստղերը հուշելու են հիմա։ Այո, Ես համաձայն եմ այդ մեկնաբանության հետ ամենահամեղ բռնեցիր։ Կտորը Հովհաննես։ Աստղերը հուշում են այս պահին, իսկ այնուհետև նոր ամենահամեղ հատվածը։ Շարունակելով այո նշեմ, թե ինչ են հուշում աստղերը աստղակերպի այն վեցնյակի համար, որոնք որ դեռ չեն հնչեցրել եթերով, եւ այսպիսով կշերկներ այսօր ամեն ինչ չէ որ կընթանա հարց, սակայն օրն անհաջող անվանել չի կարելի։ Ուղղակի կլինեն մի փոքր ավելի շատ խոչընդոտներ եւ անսպասելի իրավիճակներ, քան սովորաբար։ Դուք ունակ եք դրանք հաղթահարելու, նույնիսկ հաճույք կստանաք դրանց հաղթահարման ընթացքից։ Կարիճներ, կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնց համար դուք այդքան էլ ուրախ չեք, սակայն գիտակցում եք, որ դրանք անհրաժեշտ են ձեր զարգացման համար։ Ընդունեք այդ փոփոխությունները դրականորեն եւ արդեն երեկոյան ձեր տրամադրությունը զգալիորեն կբարձրանա։ Աղեղնավորներ, այսօր աստղերը խորհուրդ են տալիս հիանալ ձեր սիրելի արտաքին տեսքով, նույնիսկ եթե դուք ոչ մի հիանալի բան չեք տեսնում, սակայն աշխատեք նրան հաճախոսել վառ եւ գունեղ բառերով, ամենակարևորը անկեղծ։ Այս եղջյուրներ այսօրվա ընթացքում աշխատեք մտքով լինել սիրելիի կողքին, աջակցել նրան ցանկացած նոր սկսած նախագծում, եղեք համբերատար, վերջի վերջո բոլորն էլ ունենում են թուլության պահեր, նրա մոտ այդ պահը կտևի ընդամենը 1 օր։ Ջրհոսներ, դուք Ջապատի մարդկանց վարքի փոփոխություն է, սակայն պետք չէ անհանգստանալ, ժամանակի ընթացքում կարողանաք ամեն ինչ բարձել, սակայն եթե հիմա դրանից կարճեք, ապա միայն կբարդացնեք իրավիճակը։ Եվ վերջապես ձկներ, այսօր ձեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ընդհանուր իրավիճակի վրա, մանրակրկիտ ուսումնասիրությունները ձեզ ոչնչով չեն օգնի, ամեն ինչ լավ է ընթանում, աշխատեք ընդլայնել ձեր լսարանը, գործի մեջ ներառեք նոր մարդկանց։ Այսպիսին էին աստղերի հուշումներ, որոնք որ ես բնականաբար այն նույն մեթոդով, որով որ միշտ հավաքում եմ, հավաքել է եւ այս գիշեր դրանք երբեք չեն պարտադրում, առհասարակ ձեզ ոչ ոք ոչինչ չի պարտադրում, եթե այդ հուշումները կարող են որևէ կերպ դրական կերպով ազդել ձեր տրամադրության վրա, միայն թող այս կերպով ազդեն, մնացած բոլոր դեպքերում ընտրությունը, որոշումը եւ ձեր կյանքը միայն ձեր որոշումներից է կախված։ Այս պահին իսկապես արդեն հասնենք մեր հաղորդման ամենահամեղ հատվածին, Արթուրին եւ նրա բաղադրատոմսերին խոսքը փոխանցենք եւ հասկանամ, թե ես ինչ ունեմ նրան օգնելու։ Շնորհակալություն Անի ջան, արդեն մենք սկսենք, մենք նախապես խաշել ենք ծաղկակաղամբը եւ հիմա դդմիկը կտրատենք, որ տապակենք, ինչ տապակ կտականա, ես դդմիկը շատ մեծ կտորներով չենք տապակելու, այսպես կտրատենք եւ այս չափի կտորներով պետք է տապակենք, որ ինքը հան լավ տապակվի, կարողանա լավ տապակվի եւ ծաղկակաղամբի հետ համահունչ լինի։ Իսկ ինչ տապակը տականում է, արդեն կարող ենք ձիթայով լցնել։ Արթուր, ինչով կարող եմ օգնել։ Ըստ քեզ, թե այսօր չես օգնել։ Այսօր չես օգնել։ Օգնել է արդեն այսօր, Անի։ Դե լավ, բոլորի աչքից թաքուն, բոլորի աչքից հեռու։ Այո, առանձին օգնեց, որովհետև մի փոքր օգնության կարիք ունենք մենք խոհանոցում, իսկ Անին դեմ չէր այդ ուղղությամբ եւ օգնեց մեզ։ Դու նաև հիմա ուղղեցել ես համացանցով, Արտուր, նաև համացանցում ես ուղի եթերում, եթե հիշում ես, խնդրել են ժամանակ առ ժամանակ համացանցով նույնպես միանալ, որպեսզի դու ասես հիմա այդ հնարավորությունը քեզ տանք, ասա ինչ ես այսօր պատրաստում, ես այն այսօր անվանել եմ աղցան ավատար, աղցան չէ, ձվածեղ ավատար, լավ, եթե այդպես կարելի ասել, տեսնում եք այստեղ այդ իդեպ ինչպես էր անունը այդ բնակվայրի ֆիլմից պետք է փորձել հիշել քաղաքից տեսնում եք հավաքած ծաղկակաղամբ ավատար ֆիլմից եւ այս գուներ դդմիցեր եւ ձուն, սա յուրահատուկ կենդանու ձու է, այսպես հենց այս դինոզավրի ձու է, թե կարելի այդպես ասել, տեսեք նա արդեն այսպես ոտքերով է
ուրեմն դուրս գալիս։ Եվ ինչ ես պատրաստելու։ Պատրաստելու ենք ձվածեղ։ Հիմա նախ առաջին սա արդեն նախապես խաշել ենք մոտ 7 րոպե։ Իմիջիայլոց ջուրը շատ գունեղ ստացվավ։ Չգիտեմ, լավ պատրուշ չեն արել, գույն է դուրս տալիս։ Գույն են տվել, հա, ստացում։ Խաշելուց հետո արդեն մենք կտապակենք դդմիկի հետ կտապակենք եւս ծաղկակաղամբը, որ ավելի համ գունեղ լինի, համ համը լինի, գեղեցիկ։ Եվ մինչ այդ մենք արդեն հավկիթները պետք է հարենք։ Այս ջարդելով շատ զգուշորեն, որ կեղևները չլցվի։ Այս արդեն ստեղ օգնության է գալու մեր ֆամիլիան գործընկեր, որ լավ մաքրի։ Իդեպ իսկապես գոհ ես ֆամիլիայից, հա, Շատ։ թե այսպես գործընկերը դա ես ասում։ Չէ, շատ լավն է, արդեն որի օր ինչպես տուփն է օգտագործում եմ եւ շատ որպես գոհ եմ։ պրոֆեսիոնալ խոհարար Եվ իմիջիայլոց ես արդեն տանել եմ օգտագործում։ Եվ շատ գոհ եմ, չգիտեմ։ Սա որպես գովազ չեմ ասում, այս որպես հնչում է որպես գովազ, բայց այնուամենայնիվ անկեղծ էր։ Մինչ Հովհաննեսը եւ Արթուրը մեր գործընկերոջ մասին խոսեցին, այստեղ 3 ձվին խառնվեց աղ եւ պղպեղ։ քիչ լավ հարին է, ինքը սպիտակ գծերը դեռ մնում է, լավ պետք է հարվի։ Ես պետք է կարողանամ լավ հարել։ Եվ արդեն նայեք, մեր տապակած դդմիկին ավելացնենք նախապես։ Բայց այս սպիտակները Արթուր դա Չէ, նայ, այստեղ այսրանք դա սպիտակուսներն են, որը դեռ լավ չեն հարվել, նայեք, դեռ որ պատրոսը այդքան է լավ, դեռ չգիտեմ հաջողված չի, որովհետև գույնը մնացել է։ Ով այս աղջկան տուն տանելու։ Հովհաննես, կարծես թե ինչ որ տեղեկատվության ես տիրապետում։ Ոչ։ Հա, կա տես բան, անի։ Ապա ուղ եթերում խոստովանիր։ Լավ, երևի թե տեղը չէր, հա, անի։ Ասա, եթե կա բան ասելու, ասա, կարծում ես որ գերազանց օր է դրանում։ Ներքին խոհանոցը բացահայտելու համար դեռ թողում ենք տապակի դեռ էտի չենք։ Ով էլ որ տանի հաստատ այս խոհանոցի հարցում ես անզոր եմ։ Եվ եթե Արթուրը չօգնի, ես միշտ պատրաստ եմ, ասացել եմ, մենակ մնում է որ խանդոտ չլինի, ով էլ որ լինի, անարդյունավետ կլինի։ Պարզ է։ Լավ է, հերիքա։ Ստացվեց Այո, Արթուր։ բավական է։ Առաջին փուլը հաղթահարված է։ Առաջին բանալին ստացել եմ։ Всё, մեզ մոտ էլ Պետք է լցնեմ։ Դեռ պետք չի մի քանի, մոտ մի 2 րոպե էլ պետք է Փաստորեն այնուամենայնիվ գույնը դուրս եկավ, հա Արթուր։ Լավ պատրուշ չի։ Լավ չեն աշխատել։ Փաստորեն այսօր չենք ուտի Հովհաննես այս Դե կարծում եմ Ավատար ֆիլմի ռեժիսորը հաշվի կառնի այս ուրեմն ձվածեղի բաղադրիչներ եւ հաջորդ անգամ ֆիլմը նկարահանելիս անպայման կօգտագործի այս պատրուս արված ուրեմն մթերքը։ Ընդ որում Արտուր իսկապես հա ինչ որ գույն դուրս եկավ։ Ես կարող եմ ցույց տալ։ Ես այս Ոնց որ թե հես ստենա Հովհաննես։ Ես անկեղծ ասած ես չգիտեմ ինչով է ներկում հայկական գորգերը, բայց նոր ուրեմն գույն ստանալու համար, հա, ալտերնատիվ ուրեմն գույն ստանալու համար, այ խնդրեմ, այսպեսի պատրոս արված մթերք ցույց որոնք նման գույն են կաստենա։ Արցակում, ես չգիտեմ իսկապես Սա նորմալ է թե ոչ։ Սա կարող են գիտես ինչին օգտագործել զատիկի ձուն ներկելու համար, շատ գեղեցիկ։ Դու կարծում եմ, եթե այսօրվա ձվածեղ ուտենք ու վաղը եթերում հանդես գանք արդեն մեր բնական մաշկի գույնով, այլ ոչ թե այս թանակագույնով, հա, կարող են գնալ Հոլիվուդ եւ նկարահանվել Ավատարի երկրորդ հատվածը։ Այո, ֆիլմի մեջ ես իսկապես ես համաձայն եմ։ Բայց պատկերացնում եք, ուտենք գույնը փոխվի, մեզ հրավիրեն Ավատար նկարահանվելու, ինչ։ Խելա հերնի։ Անհասկանալի, այո։ Այդ դրա համար մշտապես ասում ենք, որ օգտվեք բնական մթերքից, իսկ բնական մթերքից օգտվելու համար, եթե դրանք կատնամթերք են, գիտեք, որ մթերքից պետք է օգտվեք,
եւս մեկ անգամ ասենք։ Լավ, վերջ Արտուր, հիմա արդեն լցնելու։ Հիմա արդեն Անի ջան, դու թեթև ձեռքով կարող ես Հովանես, լցնել։ միայն անկես դու փորձելու ես այսօր Ես անպայման կփորձեմ, բայց Սա վնասակար բան չկա, իմ գույնը չի փոխվել, ես փորձել եմ, գույնը չի փոխվել փորձելով այս մթերքը, թե։ Այո, փորձելով այս մթերքը։ Այնպես որ հանգիստ Կարող է ազդեցությունը քիչ-ինչ ավելի ուշ է լինում, Արտուր, մի քանի օր սպասել է միգուցե պետք։ Չէ, սա շուտ եմ փորձել։ Այո։ Լավ։ Տեսեք, իմ գույնը ոնց կար, դա այդպես է մնացել է։ Բայց ոնց որ թե համազգեստն է մի քիչ շագանակագույն։ Ժխտել։ Հիմա արդեն թողում ենք, որ ինքը տապակվի։ Լավ լցրեցի։ Շատ հետաքրքիր։ Երկրորդ փուլները անցանք Հովանես, ճիշտ լցրեցի ձվածեղը։ Դա խառնելու ենք։ Ես ինչի համագալի։ Կաղամբի, ես մեկ անգամ կաղամբ եմ դրել այստեղ։ Հիմա պատրուսենալի ելակի հետ։ Մոշի հետ երևի Հովանես, մոշից կարող էր այսպիսի գույն առաջանալ։ Թե ինչ։ Լավ։ Գովաստ։ Գովաստ։ Շարունակենք հաղորդումը, մենք կրկին ուղի եթերում ենք, մի պահ նորից կանդրադառնանք Ավատար ֆիլմի, ուրեմն ֆիլմից ստեղծված մի բաղադրատոմսի, ձվածեղի, Արտուր խնդրեմ ներկայացրու, ինչ ստացվեց արդյունքում։ Մեզ մոտ ստացվեց այսպեսի ձվածեղ, որի համար մենք օգտագործեցինք ծաղկակաղամբը պատրոսային ծաղկակաղամբ էր, մենք մի փոքր խաշեցինք 5-ից 7 րոպե եռացող ջրի մեջ, այնուհետ սառը ջրի մեջ դրեցինք, որ գույնը մի փոքր պահպանվի գոնե, դրանից հետո արդեն նորից պատրոսարած դդմիկը տապակեցինք, տաք տապակի մեջ տապակում ենք, այնուհետ խաշված ծաղկակաղամբը նորից տապակում ենք միասին եւ արդեն 3 հավկիթ եմ օգտագործել, 3 հավկիթ աղբխպեղ եւ նորից տապակեցինք եւ վերջում բարձամիկ կրեմով մի փոքր քաղցրաթթու համ պարգևեցինք այս ձվածեղին։ Դե ինչ, եթե ֆանտաստիկ ժանրի սիրահար եք առասարակ, կարծում եմ ժամանակն է փորձել նման բաղադրատոմսով պատրաստել ձվածեղ, ճաշակեք, մենք այն կճաշակենք արդեն հաղորդումից հետո մեր հյուրի հետ միասին, իսկ մինչ հյուրի ներկայացնել մեջ բերեմ այսպեսի մի տեղեկատվություն։ Ու բոլորս գիտենք, որ հիմա շատ ակտիվ ժամանակաշրջան է, երբ ուսանողները արդեն շրջանավարտների դպրոցի կողմնորոշվում են եւ ուսանողները արդեն պետք է դիմեն բնականաբար համապատասխան բուհեր, ընտրեն նրանց համար մասնագիտություն, նրանք ընկնելու են արդեն քննական շրջանի մեջ, այսօր այդ գործընթացը ավելի է բարդացել ուսանողների համար, քանի որ բուհերը շատանում են, բայց յուրաքանչյուր անձնավորություն մշտապես ունի երևի թե մեկ ցանկություն ստանալ մաքսիմալ լավ կրթություն, ինչը նաև հանդես կգա նրա ապագա, ուրեմն ապագայի լավագույն գրավականը։ Ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, մեզ այսօր հյուրընկալել է Բաղիյան Ժանը, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի գործադիր տնօրենը, ուսումնական գծով տեղակալը եւ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ։ Բարի լույս ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Մինչ հաղորդումը սկսել է, այսպես փորձեմ անձնավորեմ հա թեման։ Դուք նույնպես երևի թե ժամանակին եղել եք ուսանող, ես կցանկանայի, որպեսզի վերհիշեք ինչպիսի զգացմունքներ եք ապրում եւ ինչպես եք զգում այն ժամանակ, երբ որ պետք է ինչ-որ միտեղ սովորեիք կամ ընդունելության քննություններ տայիք։ Ինչ զգացումներ էր ժամանակ ձեզ մոտ։ Ընդհանրապես ինչպես եմ կատարել այդ ընտրությունը եւ հիշեցի 2000-ական թվականների սկզբին էքսպոները եւ այնտեղ հիմնականում ներկայացված են եղել մեր տեղական բուհերը, տեղական հաստատությունները եւ հիշեցի այդ տարիները, երբ որ փորձում եք ինֆորմացիա կորզել հա տարբեր աղբյուրներից եւ այնքան էլ շատ չէր։ Իդեպ ընտրությունը այն ժամանակ շատ էր թե ոչ։ Դրա համար եմ ասում, հիմնականում մեր տեղական բուհերն են եղել եւ եթե համեմատենք օրինակ այսօրվա մեր էքսպոների, օրինակ մարտին անցել են մի քանի էքսպո, ես զարմացած էի, բազմազան տարբեր տեսակի, տարբեր բուհեր, տարբեր մասնաճյուղեր, ծրագրեր, կրթաթոշակներ եւ դա շատ ոգևորում է։ Այսինքն ընտրությունը այսօր անհամեմատ մեծ է։ Իդեպ 2000-ականներին, որքանով ես հիշում եմ, ոչ բոլոր մասնավոր բուհերն էին, որ ունեին պետական որակավորում, լիցենզավորում։ Այսօր այդ առումով ինչ եք կարծում, արդիական է, որ բուհը պարտադիր պետք է ունենա պետական որակավորում, թե այնուամենայնիվ դա արդեն քիչ-ինչ երկրորդական հանգ։ Ես կարծում եմ մենք պետք է խոսենք հիմա արդեն կրթության որակից։ Եթե բուհը տալիս է
բարձրակարգ կրթություն էական չէ, դա պետական է, ոչ պետական է, մասնավոր է կամ տեսեք տարբեր մասնաճյուղեր կան, տարբեր ծրագրեր կան, որոնք ներկայանում են ընդհանրապես ոչ պետական ոլորտից, որպես ոչ պետական ոլորտի ներկայացուցիչներ եւ շատ բարձրակարգ կրթություն են։ Դե ուսանողներին հենց ձեր բուհը ի՞նչն է բերում ամենաշատը։ Ես ասեմ, որ մեր բուհը գործում է արդեն 2 տարի, 2015 թվականին ենք բացվել եւ մեր հիմնական մեր կարևոր մենք շեշտադրում ենք այն կետի վրա, որ մեր հիմնականում մեր բոլոր դասախոսները Մոսկվայի Լոմոնոսովյան համալսարանի գործող դասախոսներ են։ Մենք փորձում ենք իրենց բոլորին հրավիրել, այսինքն մենք մայր բուհը գործողում է իրենց մեզ մոտ մասնաճյուղ եւ կրթությունը իրականացվում է Մոսկվայի Լոմոնոսովյան համալսարանի կրթածրագրերով, դասախոսական անձնակազմն է այնտեղից եւ այդ ամենը արդեն 2 տարի մենք իրականացնում ենք Հայաստան Հանրապետությունում։ Նաեւ ասեմ, որ 300-ից ավել դասախոս ենք մենք գործողել Հայաստան մայրբուհից եւ այդ դասախոսները մեր մոտ այն մասին, թե որքանով է հեշտ կամ դժվար ընդունվել առաջին հերթին բուհ, այսինքն ինչքանով է համակարգը խստացված կամ խստապահանջ եւ երկրորդը որքանով է հասանելի միջին քաղաքացուն Հայաստանի Հանրապետության։ Դուք նկատում եք ընդհանուր Հայաստանում։ Այո, ընդհանուր Հայաստանում։ Ես փոխվել են օրինակ, չգիտեմ, ձեր ժամանակաշրջանում, երբ թե հիմա դուք նույնպես որոշ չափով կամ ամբողջությամբ ներգրաված եք այդ քննական շրջանին եւ պատկերացում ունեք, ինչ տեսակի հարցեր են կամ տեստեր են։ Բարդացել է գործընթացը, հարցերը կամ ամբողջական երևույթը ավելի բարդ է դարձել, քան։ Ես կարծում եմ ավելի հեշտացել է, քանի որ եթե խոսենք 90-ականների վերջի մասին եւ 2000-ականների սկզբի մասին, մենք ունենք դեռ սովետական միության այդ ավանդույթները եւ դրանք պահպանվել էին քիչ թե շատ, իսկ այս պահին մենք ունենք բոլորովին նոր համակարգ, որ ավելի շատ աշխատում է, որպեսզի ուսանողները գան բուհ։ Այսինքն կա այդպիսի մթնոլորտ, որ հնարավոր է շատ ուսանողներ բուհերը փորձեն ներգրավել։ Կա քանակի պակասություն եւ կան բուհեր, որոնք ուղղակի հարցազրույցի միջոցով են փորձում, նույնիսկ կա այդպիսի տարբերակ, բայց դա չի նշանակում, որ կրթական մակարդակը այնտեղ ցածր է կամ կաղում է։ Իդեպ, քանի որ խոսեցինք Մոսկվայի Լոմոնոսովյան համալսարանի մասին, մենք այդ լրահոսում ընթերցել ենք այդ տեղեկատվությունը, որ այս տարի հենց մայրբուհ Մոսկվայում բացվել է մի առանձին ֆակուլտետ, որտեղ ուսուցանելու են ուսանողներ, երեխաներ, որոնք վաղամսօր զբաղվելու են տիեզերագնացների եւ առհասարակ տիեզերքի ուսումնասիրման հետ կապված։ Ես անկեղծ ասած չգիտեմ, կա որևէ այլ երկրում նման անոլոգ, հա, այլ նման ուղղություն, որ բուհական անմիջապես բուհական համալիրում նման կրթություն տան եւ արդյոք այսպես մի ֆանտաստիկ հարց եմ տալիս միգուցե արդյոք հավանականություն կա գոնե 0.1%, որ վաղը միսօր նման ուրեմն ֆակուլտետ կարող եք բացվել նաեւ Հայաստանում։ Ինչու՞ չէ, շատ հնարավոր է, այս պահին մենք ունենք դեռ 6 ֆակուլտետ, 6 ուղղություն կա մեզ մոտ, բայց մենք աշխատում ենք հետագայում ավելացնել այդ ուղղությունները։ Մոսկվայի անալոգը վերծված է ավելի շատ սիլիկոնյան բայց կան այնտեղ բուհական համալիրներ, որտեղ ոչ հենց MGU-ն հենց առաջինն է, որ հենց իր բազայի հիման վրա փորձել է ստեղծել այդպիսի համակարգ եւ պատրաստել բարձրակարգ մասնագետներ տիեզերագնացության համար։ Ես անկեղծ ասած, երբ դա առաջ անգամ լսեցի, ափսոսացի, որ տարիքով չեմ համապատասխանում եւ ժամանակի տեսակետից թե չէ։ Անմիջապես կմասնակցեի։ Կեղծել կա, կաշառք տալ կա, այս աշխարհում դար զարգացել է։ Դե հա, բայց ոչ այդ բուհի պարագայում, որտեվ այն ամենահեղի մեկ էսպես հայերեն կենցաղային լեզվով խոսում միամիտ հայտնվի, խնդրեմ անում։ Հետաքրքիր է ինչ է տալիս դիպլոմը Լոմոնոսովի համալսարանի ավարտական ուսանողներին, այն որքանով է բացում դռներ առհասարակ աշխարհում միջազգային շուկաներում։ Ասեմ, որ բազմաթիվ հարցումներ են կատարվում տարբեր կազմակերպությունների կողմից 2011 թվականից սկսած հեղինակավոր կազմակերպություններ փորձում են բարբերաբար ներկայացնել այդ ռեյտինգները եւ եթե մենք նայենք այդ ռեյտինգներին Լոմոնոսովյան համալսարանը միշտ գտնվում է բարձր տեղերում եւ Եվրոպայում եւ աշխարհում օրինակ 14 թվականին Thomson Reuters կազմակերպությունը այդպիսի հարցում էր կատարել 65000 գիտնականներ ամբողջ աշխարհով մեկ տվել են օրինակ 52-րդ տեղը Լոմոնոսովյան համալսարան աշխարհի 100 բուհերից 5-րդ տեղը օրինակ Եվրոպայի բուհերից ուզում ասեմ որ այդ ռեյտինգը կա եւ
պարբերաբար տեղեր է զբաղեցնում Լոռանոսյան համալսարան, իսկ քանի որ կրթությունը մենք խոսում ենք կրթական ոչ թե դիպլոմից, այլ կրթության մասին, այսինքն այն մակարդակի, որ ներկայացնում է։ Իդեպ շատ լավ տարբեր որակավորեցիք, չէ՞, ոչ թե դիպլոմը, այլ կրթության մասին։ Կրթության մասին, կարևորը կրթությունն է, որովհետև դիպլոմին կնայեն, որոշ ժամանակ հետո կհասկանան, որ այդ ուսանողը չի համապատասխանում այդ դիպլոմին եւ վաղ թե ուշ դա կբացահայտվի։ Իդեպ եւս մի առանձնահատկություն, որքանով հասկացա, նաեւ Երևանի մասնաճյուղը տալիս է ոչ թե մասնաճյուղի վկայական, այլ հենց Մոսկվայի պետական համալսարանի։ Լավ, մի բան ընդհատվենք, մեզ հուշում են, որ գովազդի ժամն է, այնուհետև կշարունակենք, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերի ձևաչափով, եթե ունեք հարցեր, ապա կարող եք դրանք ուղարկել մեր Facebook-յան էջի միջոցով, համեցեք։ Հենց շարունակենք եթերը, չանդրադառնանք Արտուրի Ձվածանին, դեպ ասեմ, որ նրանք ովքեր ցանկություն են այդ բաղադրատոմսով պատրաստել, կարող են մեր հաղորդումը դիտել մեր YouTube-յան էջում։ Շարունակելով, խնդրեմ։ Հետաքրքիր է, որն է այսօր ամենապահանջված եւ սիրված ֆակուլտետ ու մասնագիտությունը, որը որ ունի ձեր բուհը։ Ես կշեշտեի ավանդական ֆակուլտետները, իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ կոնկուրսը այդտեղ բարձր է։ Այդ ուսանողները ընտրության հարցում ավելի շատ հակված են ձեր բուհում այդ մասնագիտություններին հմտանալ։ Նախ ասեմ, որ մեզ մոտ 6 ֆակուլտետ կա այս պահին՝ միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, լրագրողություն, լինգվիստիկա, լեզվաբանություն, ժուրնալիստիկա եւ կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա։ Ու այդ երկու ֆակուլտետը ես կառանձնացնեի, որտեղ ավելի շատ է դիմումները այստեղ ավելի շատ են, քան մնացած ֆակուլտետում, այդ մնացածում էլ կան հետաքրքրություն կա։ Եվ եւս մեկ հարց, մենք մի քանի ամիս առաջ այստեղ տաղավարում հյուրընկալել ենք մի կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք զբաղված են, կարելի ասել, ուսանողների արտահանմամբ։ Այսինքն նրանք Հայաստանում նույնպես կազմակերպում են էքսպոներ, որպեսզի ուսանողները ծանոթանան արտասահմանյան բուհերի հետ, ինչ հնարավորություններ այնտեղ կա եւ մեկնեն արտերկրներ սովորել։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, հա, արդյոք այսօր կա այդ անհրաժեշտությունը, դրա անհրաժեշտությունը, թե Հայաստանում կան այն բուհերը, որտեղ ուսանողը, հա, հայ ուսանողը կարող է ապրելով իր երկրում լիարժեք ուսուցանել եւ ստանալ այդ միջազգային կրթություն կոչվածը։ Ես կարծում եմ մենք ունենք բազմաթիվ բուհեր, բազմաթիվ ծրագրեր եւ դա շատ ողջունելի է, եթե ուսումնասիրեք դաշտը անգլալեզու, ֆրանսալեզու, ռուսերեն լեզվով, դա շատ ողջունելի է, որովհետեւ հետագայում այդ մասնագետները, որոնք որ կրթվեն կապ չունի Հայաստանում թե արտասահմանում, դրանցից շատերը կվերադառնան Հայաստան եւ նոր շունչ կբերեն աշխատելաոճ, ծրագրեր նոր կբերեն Հայաստան։ Ես կարծում եմ դա կապ չունի Հայաստանում են սովորում թե արտերկրում, կարևորը այն է, որ մեզ մոտ կան ալտերնատիվ, այսինքն այլընտրանք։ Ուսանողները կարող են ընտրել տարբեր ձևի, տարբեր բուհեր, տարբեր տեսակի բուհեր, տարբեր մակարդակի բուհեր։ Մենք ուղղակի մի ուրիշ ճանապարհով գնացինք, մենք փորձեցինք այդ բարձրակարգ կրթությունը բերել Հայաստան, ոչ թե այստեղից սկաուտներ, այնտեղից սկաուտներ գային, այստեղից տանեին այնտեղ։ Մենք փորձեցինք ամբողջ ծրագրերը, ռազմավարությունը, դասախոսներին փորձեցինք այստեղ բերել, որպեսզի Հայաստանում գտնվելով իրենց երկրում ուսանողները ապահով ստանան բարձրակարգ կրթություն։ Դա էր մեր նպատակը եւ կարծում եմ մեզ դա հաջողվեց։ Դե լավ, ես կարծում եմ մինչ հաջորդ հարցը դուք երբ թե կմիանաք, փորձենք մեր ուսանողներին հորդորել, որ եղեք մի քիչ զգոն, թեթև տարելիք, եթե կարելի այդպես ասել, քննական շրջանը, եթե բնականաբար պատրաստվածությունը ձեր բարձր է, ապա համոզված եմ դուք այս քննական շրջանը կանցնեք շատ բարեհաջող։ Եթե ընտրել եք արդեն ձեր բուհը եւ մասնագիտությունը, եւս մեկ անգամ մտածեք այդ ուղղությամբ, որտեղ որքանով հասկանում եմ հիմա հնարավորություն կա միանգամից 2 բուհի դիմել, հա, եւ 3 նույնիսկ բուհի դիմել, այնպես որ հիշեք, որ դուք հիմա ընտրում եք ձեր ապակա, այսպես ասենք, ճակատագիրը եւ կատարեք միայն ճիշտ ընտրություն։ Շատ շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն լավ տեղեկատվության համար։ Ես անձամբ անհամբեր կսպասեմ, երբ իսկապես այ Երևանի ուրեմն ֆիլիալում MGU-ի կբացվի այդ ֆակուլտետը, եւ եթե ոչ ես, ապա հուսով եմ գոնե իմ երեխան անպայման կուսուցանի այդ համապատասխան բաժնում, իսկ ուսանողներին ասենք հաջողություն, համբերություն եւ ամենայն բարիք, եթե դուք նույնպես ունեք որևէ խնդրեմ խրախուսան կամ խորհուրդ կարող եք այս բան ասել։
Ես ուղղակի բոլորին կվոքեշն չէի եւ կառաջարկեի դիմել իրենց նախասիրությունների, այսինքն չլսեն ռեյտինգներին, չլսեն տարբեր, չգիտեմ, խորհուրդներին, այլ ընտրեն այն, ինչ իրենց հետաքրքիր է այս կյանքում։ Եվ վերջո, այո, ուսումը չի սկսում եւ վերջանում բուհում, այն ամբողջ կյանքի տքնաջան աշխատանք է եւ այն պետք է կատարենք մենք ինքներս, բացի նրանից, թե որտեղ ենք ստանում մեր մասնագիտական հիմքերը։ Ձեզ բարի օր ենք մաղթում, բարձր աշխատունակություն եւ Այսօր այսքանը եւս մեկ անգամ հիշեցնեմ, անձրև է գալու, միշտ ապեք լվանալ ձեր մեքենաներից, դուրս գալուց վերցրեք ձեզ հետ անձրևանոց։ Կհանդիպենք վաղը։